Հայրենիքում ուժեղ դյուն է, որպես պարգև մեր չորացած Հայաստանին, բայց այդ ընթացքում մեր իշխանությունները ստանում են մրցանակներ միջազգային, իրենք իրենց պարգևավճարներ են տալիս հսկայական չափի, բայց միաժամանակ չեն էլ հանդգնում անգամ փոքրիկ գործանել, մաքրել սեփական քաղաքի փողոցները։ Միգուցե դրանից, որ բացի Արցախից հանձնել են նաև աղի հանքը եւ ավազի հանքերը եւ չկա եւ ոչ մի բան, որով հնարավոր է շահ տալ փողոցները, որպեսզի բոլորս չսղանք։ Այնուամենայնիվ մենք անցնում ենք մեր դասի, որն այսօր նվիրում ենք հաղթանակի հիշատակին, որը չեղավ, բանակի տոնին, որ ամեն դեպքում նշում ենք, եւ մեր անմեղ նահատակների հիշատակին, մարդկանց հայ տղաների, ովքեր նահատակվեցին ագրեսիվ հարձակումների պատճառով թշնամու կողմից եւ մեր սեփական իշխանությունների ակնհայտ դավաճանության։ Եվ այդպես փորձենք դիտարկել ընդհանրապես ինչ է մեզ համար այսօր բանակի տոնը եւ ինչպես մենք պետք է վերաբերվենք։ Երբ որ փոքր էի, հիշում եմ, որ դպրոցում մենք հագնում էինք տարբեր ռազմական շորեր, տարբեր զգեստներ եւ փոքրիկ հանդեսներ էինք անում հենց հիշատակելու այս տոնը, կարևորելու այն մեր կյանքում, որովհետեւ հասկանում էինք, ուժեղ է բանակը, ուժեղ է նաեւ պաշտպանությունը։ Անցան տարիներ եւ այժմ ընդհանրապես գրեթե չի նշվում փաստացի բանակի տոնը, իսկ դպրոցական հանդեսները սահմանափակվում են վառ գույներով եւ տարբեր նույնիսկ հայրենասիրական երգերով, որոնք որ իրականացվում են տարբեր շարժումների, որոնք որ ժամանակակից լեզվով կոչվում են պարեր։ Ու այս ամբողջը կարող էր լինել ինչ որ ձևով հանգիստ կամ ընդունելի, եթե մենք չլինեինք սարսափելի վտանգի առաջ։ Եվ շարունակաբար ել ավելի շատ է խորանում այդ վտանգը։ Մարդիկ դա չեն հասկանում ցավոք սրտի, բայց երբ որ նայում ես ամբողջ աշխարհի, հասկանում ես, որ աշխարհը կտրուկ փոխվում է։ Ընդհանրապես մեր կյանքի տեմպերը շատ արագացել են, բայց աշխարհը կտրուկ փոխվում է եւ կարելի է ինչ որ ձևով պայմանական ասել, որ կտրուկ փոխվում է 2020 թվականից ի վեր, որովհետեւ 2020 թվականից սկսած այդ երեսպաշտության դիմակները այլևս սկսեցին պատրվել կամ գոնե ընկնել։ Եվ այդ երեսպաշտության պատրված դիմակների ներքո երևացին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կեղծիքները եւ ակնհայտ դարձավ, որ այդ բոլոր դիմակների ու այդ տարբեր հայտարարությունների, որ եւ արևմտյան աշխարհի եւ միջազգային կազմակերպությունները շարունակաբար գովերգում էին, այդ ամբողջի ետևում թաքնվում էր փտած եւ սարսափելի ու փաստացի գժված ամբողջությամբ չար աշխարհի պատկերը։ Սա է, եւ երբ որ մենք այսօր նայում ենք, թե մենք ինչ ունենք ընդհանրապես, մենք տեսնում ենք, որ այս ամբողջը ագահության, նաեւ ինչ որ ձևով մարդկանց քանակը պակասեցնելու եւ այլ բաների պատճառով է։ Այնուամենայնիվ պատմությունը շատ դաժան դասեր ունի, այդպես էլ։ Երբ որ նայում ես նույն Ամերիկայի պատմությունը, տեսնում ես, թե ինչպես գաղութարարները ոչնչացնում էին աստիճանաբար տեղի բնակչությունը սարսափելի մեթոդներով ու շատ տարբեր մեթոդներով, այնպես որ այժմ հին ժամանակների հենց տեղի բնակչությունը արդեն խիստ փոքրամասնություն է։ Մենք տեսնում ենք պատմության մեջ Օսմանյան կայսրության աննորմալ, անմարդկային դաշնությունը, որ ամենասկզբից իրենց հենց դյուրին էր, իրենց համար հարիր էր, այսինքն 13-րդ դարի վերջից, երբ որ ընդհանրապես իրենք հայտնվեցին եւ ձևավորվեցին որպես Օսմանյան կայսրություն, այդ ժամանակներից ի վեր տարբեր ազգերը, տարբեր երկրները բարբերաբար նկարագրում էին թուրքերի սարսափելի դաշնությունը։ Եվ որը որ եկավ եւ արդեն 20-րդ դարում արտահայտվեց ցեղասպանությամբ ոչ միայն մեր ազգի, այլ նաեւ մի շարք այլ ազգերի։ Պատմության դասերից է նաեւ ֆաշիզմը, որը որ արտահայտվեց սարսափելի նորից երկրորդ համաշխարհային պատերազմով
Եվ այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ պատմական իրադարձությունները դառնում են դաս միմիայն, եթե հետևություններ ես անում դրանցից։ Մենք ցավոք հետևություններ չենք անում իսպառ։ Հատկապես մենք հայերս։ Սա խորքային ցավ է մեզ համար, բայց երբ որ մտածում էի ինչ զուգահեռով անցկացնել, մտածում էի, որ մենք ոլույսը չմարի դասերի շրջանակներում մի քանի անգամ անդրադարձել ենք տարբեր մարդկանց մեջ բերելով եւ այսօր նորից ուզում եմ կրկնել այն ժամանակ դեռ ոչ հայտնի, բայց հետագայում երևի թե ամենահայտնի քաղաքական գործիչներից դարձած Չերչիլի, երբ որ ինքը հակադարձում էր Չեմբերլենի համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ու ասում էր ֆաշիստների մասին։ Ինքը ասում էր, որ սխալ է մտածել, որ եթե մենք փորձենք խաղաղության պայմանագիր ստորագրել նրանց հետ, ֆաշիստների, կստանանք ավելի լավ պայմաններ, քան եթե պայքարենք։ Ու փաստացի, եթե մենք գնանք խաղաղությանը, մենք կդառնանք ստրուկ պետություն։ Սա է, որ մեզ այժմ սպասում է։ Մենք դառնալու ենք ստրուկ պետություն, եթե ամբողջը գնա այսպես։ Ու մյուս արտահայտությունը, որ եւս շատ հստակ է, արտահայտությունը, որ մենք մի անգամ ցիտելուց հետո բարբերաբար նորից ու նորից մեջբերում ենք, Սիմատյանի չինական պատմահայր Սիմատյանի արտահայտությունն է, երբ որ ինքը նկարագրում է պատմական իրադարձություն, որում որ իշխանը մտածում էր միգուցե հանձնի տարածքներ որոշ, որպեսզի խաղաղություն լինի։ Ու իր խորհրդական ասում է իրեն. ինչպես կարելի է առանց պայքարի հանձնել սեփական տարածքներ, չէ որ ասված է, ավելի լավ է լինել աքլորի կտուց, քան կովի քամակ։ Մենք հանձնած մեր սեփական տարածքները, այլ բան չենք, ու ոչ մի կերպ արդեն աքլորի կտուց չենք, հետևությունները թողնում եմ ամեն մեկի վրա։ Երբ որ սա էլ ընկալում ենք, մենք սկսում ենք մտածել, լավ, իսկ ինչպես վարվել եւ ամենա երևի թե տարածված արտահայտությունը, որ մարդիկ ասում են իբր թե արդարանալով, ասում են, որ բայց մենք ինչ կարող ենք անել։ Բոլոր մակարդակներում այս արտահայտությունը լսում ես, թե սովորական մարդկանցից, թե քաղաքական գործիչներից։ Ցավոք սրտի այս արտահայտությունը թերևս զարհուրելի է։ Ինչու, որովհետև նայեք առաջին հիմնական սուտը, որ Նիկոլը կարողացավ ցավոք սրտի սերմանել հայ հասարակության մեջ, դա այն կեղծ պատկերն է, որ իբր թե հենց որ Նիկոլը հեռանա լինելու է պատերազմ։ Պատերազմ լինում է անընդմեջ, մենք հանձնեցինք Արցախը, հետո մենք կորցրեցինք Հայաստանի Հանրապետության արդեն տարածքները եւ այդպես այդ ամբողջ սարսափը իրականում Նիկոլի կողմից հատուկ սերմանվում է եւ կեղծ է։ Ու մինչեւ մենք չհասկանանք, որ կեղծ է, մենք չենք կարողանա առաջ գնալ, մենք չենք կարողանա հանդգնել առաջ գնալ։ Մյուսը, երբ որ մտածում ես լավ, իսկ ինչպես չգնանք պայքարի, եւ գիտեք, դա հաճախ ենք կրկնում, լինում են կյանքում եւ մարդու կյանքում, եւ հասարակությունների կյանքում, եւ պետությունների կյանքում, լինում են իրավիճակներ, երբ որ, եթե հանկարծ հետ քայլ անես, իմաստ չունի ապրել ընդհանրապես։ Եվ մենք դա կրկնում ենք ու կրկնում ենք, ու Կեյնն է շատ սիրուն գրում դրա մասին, բայց մենք հասկանում ենք դա ամեն քայլափոխին։ Եվ ցավոք սրտի այս իրավիճակը եղավ, մենք ուզեինք, որ չլիներ, բայց այս իրավիճակի մեջ ենք հիմա, եւ հետ քայլը կնշանակի, որ ընդհանրապես այլևս իմաստ չի ունենա ապրելու, բոլորիս համար եւ այդ թվում ամբողջ Հայաստանի։ Սա էլ շատ կարևոր է հասկանալ, ու այնուամենայնիվ մարդիկ մտածում են լավ, բայց մենք թույլ ենք, ու մեր դեմ են եւ Ադրբեջանը եւ Թուրքիան, եւ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ, տեսեք, արդեն վերցնում են Սյունիքը տարբեր պատճառներով իրենց համար ձեռնտու, ու ինչ կարող ենք անել մենք։ Միաժամանակ մենք տեսնում ենք հիանալի օրինակը Գրենլանդիայի, որ տեսեք իրականում ոնց են ասում, պարավ Եվրոպան, հա, տարբեր գրողների արտահայտությամբ, ու այնուամենայնիվ, նայեք, եղավ ստրես, եւ հանկարծ տեսնում ես, թե ինչպես այդ, այո, անջատված
հանգիստ ապրող Եվրոպայում հանկարծ նորից արթնանում է իրենց բարեկայում վիկինգների հոգին։ Ինչու մեր մոտ չէ։ Ինչու մենք չենք փորձում վերադառնալ մեր ակունքներին։ Չէ որ մենք ունենք հերոսական պատմություններ։ Չէ որ ընդամենը 30 տարի առաջ մեզ հաջողվեց ջոկատներով պայքարել եւ ի վերջո հասնել հաղթանակի։ Չէ որ մեկ դար առաջ Զորավար Անդրանիկը փոքրաթիվ ջոկատով կարողացավ պայքարել եւ կարողացավ հասնել հաջողության։ Չէ որ մենք ունենք նման պատմություններ, ինչու ենք հանձնվում անընդմեջ։ Եվ սա հարց է ոչ միայն պետական եւ հասարակության մակարդակում, սա հարց է յուրաքանչյուր հային։ Հիրավի յուրաքանչյուր հային։ Ինչու, որովհետեւ նորից այո, ցավոք սրտի վախը վարակիչ է։ Եվ Նիկոլին հաջողվեց իր ամբողջ դավաճանության մթնոլորտում հաջողվեց թունավորել ամբողջ հայ հասարակությունը եւ հաջողվեց ցավոք սրտի վարակել ստվար զանգվածները իր սեփական վախկոտությամբ։ Սա փաստ է, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք քաջությունը եւ խիզախությունը վարակիչ են եւս։ Ոնց որ մշտապես ստացվում էր առաջնորդների մոտ սեփական խիզախությամբ վարակել ստվար զանգվածներին։ Ինչու մենք չփորձենք այդպես անել։ Չէ որ յուրաքանչյուր հերոսի օրինակը արդեն իսկ վարակիչ է։ Եվ մենք ունեցել ենք հերոսներ, նույնիսկ այս պատերազմին, երբ որ ամբողջությամբ, որ նույնիսկ մենք պատերազմ բառը երբեմն խուսափում ենք ասել, որովհետև պատերազմ չկար, կար թշնամու կողմից հարձակում եւ մեր իշխանությունների կողմից դավաճանություն, ոնց որ արդեն սկսեցինք այսօրվա դասը այս արտահայտությամբ եւ այս պնդմամբ, այնուամենայնիվ նույնիսկ այդ պայմաններում մենք ունեցել ենք հերոսներ, մարդկանց ովքեր այո զոհվեցին, այո նահատակվեցին, բայց մինչեւ վերջի պահը պայքարում էին, որովհետեւ պայքարում էին հայրենիքի համար, որովհետեւ եթե պատիվդ հանձնում ես, այն ինչի համար ես շարունակում ապրել։ Սա է նորից ու նորից։ Ու հետո նայում ենք, մտածում ենք լավ, իսկ ինչպես պայքարենք մենք, եւ տեսեք, մեր իրավիճակում ճակատամարտը ամենուրեք է։ Հիրավի ամենուրեք։ Ճակատամարտը օհանավանքում է, որը փակված է, դավաճանին ծառայող։ Նույնիսկ քահանաբար արդեն չեն կարող ասել։ Ոմն մարդու կողմից, ով որ ծառայելով Նիկոլին համարձակվել է փակել հնավուրց օհանավանքը, որում Հովանես Մկրտչի մասունքներն են սուրբ պահված, համարձակվել է փակել։ Եվ սա եւս ճակատամարտի գիծ է։ Ճակատամարտի գիծ է նաեւ Էջմիածնում, որում որ մենք պետք է կյանքի գնով անգամ պահենք, պահպանենք եւ պաշտպանենք վեհափար հայրապետին, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ առաջնորդին։ Սա եւս ճակատամարտի գիծ է։ Ճակատամարտի գիծ է նաեւ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակը, որում շարունակում է նստել դավաճանը եւ մինչ այժմ չի դատվել իր բոլոր մեղքերի համար։ Եվ ինչ որ ձևով ճակատամարտի գիծ է նաեւ այս բոլոր մեր ելույթները, որոնցով որ մենք եւս փորձում ենք բոլորին ոգևորել, ոգեշնչել, որպեսզի խիզախություն արտնանա բոլորի մեջ։ Բայց ճակատամարտի գիծ է նաեւ դպրոցները, որոնցում դասատուները փոխարենը սովորական համերգներ անել, կարող են հանդգնել սերմանել հայրենասիրություն բոլոր մակարդակներում, կրթության գործիչների համար իրենց դաշտում եւ այդպես բոլորի այս ամբողջը այժմ այս սարսափելի իրողության մեջ յուրաքանչյուր տեղը այլևս դառնում է ճակատամարտի գիծ։ Եվ այստեղից մենք հասկանում ենք աշխարհը շատ ծանր է եւ խաղաղությունը այս աշխարհում չի կարող լինել պարգև, երբևիցե։ Մենք ուզեինք, որ այդպես լիներ։ Մենք կերազեինք, որ մարդկությունը լիներ այդպիսին, որ խաղաղությունը լիներ բնական, բայց դա այդպես չէ։ Եվ խաղաղությունը ըստ այդմ երբևիցե պարգև չէ, այլ միայն վաստակ։ Միայն։ Եվ ըստ այդմ միայն ուժեղը կարող է խոսել խաղաղության մասին։
իսկ թույլի համար կա միայն կապիտուլյացիա։ Սա է, որ մենք պետք է հասկանանք։ Կապիտուլյացիայի պարագայում դու դառնում ես ստրուկ։ Նիկոլի պարագայում անգամ ստրկական պետություն մենք կարողը չլինենք, այլ ընդհանրապես պետություն չունենանք, որովհետև մենք դեռ չգիտենք ինչքան են տարածվում Նիկոլի դավաճանության սահմանները։ Եվ դրա համար մենք նորից ու նորից կրկնում ենք հայտնի լատինական արտահայտություն, որ 4-րդ դարից հայտնի է, արդեն 17 դար հայտնի հինավուրց արտահայտությունը։ Sius pacem, parabellum, ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Եվ դրա համար նվիրում ենք այս ամբողջը մեր բանակի տոնին, նորից եւ նորից նահատակների հիշատակին, եւ կոչ ենք անում բոլորին պայքարել, եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ամեն քայլափոխին պաշտպանում են հայրենիքը, պայքարում են հայրենիքի համար եւ ընկալում են հայրենիքին ծառայելը, որպես սեփական պատվի արտահայտում։